Արաներով և սաղմոսներով օրհնության ձայնով քնարի հետ, որովհետև դու Տեր ուրախացրիր ինձ քո գործերով, քո ձեռքի գործերովը ցնծում եմ, ով Տեր, քանի մեծ են քո գործերը, շատ խորն են քո խորհուրդները, ամեն։ Գիտես, ասում է, հիմար մարդը չի իմանում և անմիտը չի հասկանա, ամբարիշները խոտի պես բուսնելիս ծախում են բոլոր աներություն գործողները, որ Սատկեն Հավիտյանս Հավիտենից շատ ակոպիտ, բայց Աստծո խոսքն ասում, անիրավության վարձքը դա է, ամեն, բայց դու Տեր բարձր ես Հավիտյան, որովհետև ահա քո թշնամիները, Տեր, ահա քո թշնամիները կկորչեն և կցրվեն բոլոր անօրենություն գործողները, բայց իմ եղջյուրը կբարձրացնես ինչպես մի եղջյուրին է, ես օծված եմ նոր յուղով, կարող ես ասել, ես օծված եմ նոր յուղով, իմ աչքը կնայի իմ թշնամիների վրա և ականջս կլսե այն չարագործների մասին, որ վեր կացան ինձ վրա, արդարը արմավենի պես կբուսնի, նորից կարդամ սա, արդարը արմավենի պես կբուսնի, Լիբանանի մայրի պես կմեծանա, Տիրոջը տան մեջ տնկվածները, Աստծո սրահներումը կբուսնեն, ծերության մեջ ալ պտուղ կբերեն, պարարտ և դալար կլինեն, որ պատմեն, թե ուղիղետերը և իմ վեմը և անիրավություն չկա նրանում, ամեն, եկեք գոհանանք Տիրոջից, եկեք փառավորենք Տիրոջը այն ամեն ինչի համար, որ ունենք մենք, որ այսօր Աստված տվել է այսօրը մեզ, որ գանք կանգնենք իր առջև, ամեն, որ կարող ենք պաշտել Տիրոջը, չի եղել օրեր, որ չենք կարողացել պաշտել, սենց տրտում եկեք կանգնել ենք, բայց այսօր եկել ենք սրտանց, կանգնել ենք Տիրոջ առջև, որ պաշտենք Տիրոջը, ամեն, գոհանանք ամեն ինչի համար, գոհանանք, որ այսօր տեսնում ենք իրար, գիտես ես հիշում եմ մատս, որ վնասել է, հովիվ Արմեն ասում էր խաչ նայում եմ մատս շարժվում, ասում եմ Տեր շնորհակալ եմ, որ մատս շարժվում է, գիտես անպայման չի, որ մեր կողքի մեջ ինչ-որ բան լինի, որպեսզի մենք գոհանանք տեսնենք, եկեք պարզապես իմաստուն լինենք և գոհանանք ամեն ինչի համար, որ ունենք, ամեն, հալելույա Տեր, պաշտում ենք քեզ, երկրպագում ենք քեզ, ով Աստված, որ դու պարգևել ես այսօրը մեզ, որ դու պարգևել ես մեր ընտանիքները մեզ, մեր ընկերներին պարգևել ես մեզ, որ այսօր բացել ես, որ մեր եղբայրը այցելել է մեզ, Տեր, որ այսօր բացել ես, որ այսօր հանդիպեցինք երկար ժամանակ չհանդիպած մեր ընկերոջը, մեր քրոջը, մեր եղբորը, շնորհակալ ենք ամեն ինչի համար, Տեր, որ տվել ես մեզ, հալելույա։ Եկեք ցնցանք Տիրոջ առջևը ողջունենք Աստծուն, ամեն։ Ամեն ինչի համար ես գոհ եմ, ամեն բարիքներով լեցված եմ, աչքերիս լույսը Տերս ու տունս, Տեր քո պարգևն են այս կյանքում, հոգիս ու շունչս, ողջ էությունս, քանի դեռ կամ քեզ են օրհնում, ամեն ինչի համար ես գոհ եմ, ամեն բարիքներով լեցված եմ, մանկան շփիտը, անամ երկինքը, Տեր քո պարգևն է այս կյանքում, իմ ընտանիքը, ամեն բարիքը, ուժ են տալիս ինձ ապրելու, ամեն ինչի համար ես գոհ եմ, ամեն բարիքներով լեցված եմ, արցունքն ու խինդը և ներող սիրտը, Տեր քո պարգևն է այս կյանքում, թե վաղվա օրը, թե իմ այսօրը, քանի դեռ կամ քեզ են օրհնում, ամեն ինչի համար ես գոհ եմ, ամեն բարիքներով լեցված եմ, աչքերիս լույսը, Տերս ու տունս, Տեր քո պարգևն են այս կյանքում, հոգիս ու շունչս, ողջ էությունս, քանի դեռ կամ քեզ եմ օրհնում, Տեր երկրպագում ենք քեզ քո բոլոր բարիքների համար, Տեր, այո, որ այս շունչը մեր ռունգերում կա, Տեր, շնորհակալ ենք այդ դրա համար, Տեր, այսօր որ կարող ենք կանգնել քո առջև և երկրպագել, բարձրացնել մեր ձայները քեզ, մեր ձեռքերը քեզ և օրհնել
ցնցվալենք այս առիթի ու պատվի համար, Տեր։ Իմ ընտանիքը ամեն բարիքը ուժ են տալիս ինձ ապրելու, թե վաղվա օրը, թե իմ այսօրը, քանի դեռ կան քեզ են օրհնում։ Իմ ընտանիքը ամեն բարիքը ուժ են տալիս ինձ ապրելու, թե վաղվա օրը, թե իմ այսօրը, քանի դեռ կան քեզ եմ օրհնում, քանի դեռ կան քեզ եմ օրհնում։ Պաշտում ենք քեզ, Տեր, երկրպագում ենք քեզ, արժանի ես, Տեր, ամեն փառքի ու պատվի, երկրպագում ենք քեզ, գալիս ենք գահիդ առջև խնդրելու քեզ, Տեր, ամբողջությամբ, Տեր, խնդրելու քեզ։ Այսօր քո ներկայությունը յուրահատուկ ձևով ենք ուզում, Տեր, այսօր ուզում ենք տեսնել քեզ գահի վրա նստած, Տեր, եւ ամբողջ արարչագործությունը, Տեր, քեզ պաշտելիս, ամբողջ ստեղծագործությունը քեզ երկրպագելիս եւ երգելիս, սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, պաշտում ենք քեզ, ով Աստված, արժանի սուրբ փառավոր մեր Տեր։ I raise my eyes up to your holy
երկինք ես Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Տեր մեր Ողջ երկինքը թող ցնցակ ես Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Տեր մեր Եկեղեցին թող երկի միշտ Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Տեր մեր Հրեշտակները թող ցնցան միշտ Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Տեր մեր Ողջ աշխարհը թող ցնցա ես Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Տեր մեր Եկեղեցին թող երկի միշտ Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Տեր մեր Փառքեր քեզ Հիսուս Դու սուրբ ես Աստված եկեղեցի եկեք ասենք նա սուրբ է Մեր Տերը սուրբ է հալելույա Նա իր այրյան մեզ սրբացրեց Նրա այրյունն էր որ մեզ մաքրեց Նրա այրյունն է որ մեզ այսօր արդարացրել է եւ մենք ասում ենք որ մենք որդիներ ենք եւ նրա օգին այսօր մեր ներսից վկայում է մեր օգուն որ մենք Աստծո զավակներ ենք Հալելույաներ, փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի, անցյալ կիրակի մենք խոսացինք, երկինքը բացված, Հովհաննեսը 10 անգամ, հռչակումներ անում այդության գրքի մեջ ես տեսա երկինքը բացված, ես տեսա երկինքը բացված, այս երկը Խաչատուր եղբայրս, ես տեսնում եմ երկինքը բացված, Աստծո որդին իր գահին նստած, Տեսա մի դուր երկնքում բացված, տեսա գայի վրա նստողին նրա ձեռքին էր գիրքը, հալելույա, տեսա գառին, գայի կենտրոնում Հովհաննեսն ասում է, տեսա մի մեծ բազմություն գայի գարան առաջ, մեր հարազատներին, անցյալը, առաքյալները, եկեղեցին, ամեն մեկը գայի առջև կանգնած է, նրանք ցնցում են, հալելույա, Տեսա երկնքում բացվում են վկայության խորանի տաճարը Այս ինչ որ երկրի վրա կատարվում է մենք անցյալ կիրակի խոսացինք որ սա ուղղակի շուկն է երկնքի Քույր եղբայրս դուք պատկերացնում եք երկինքը ինչ է Եվ այսօր մենք երկնքի ուղղակի մի փոքր մասն ենք վայելում այստեղ երկրի վրա Տեսա երկինքը բացված եւ սպիտակ ձին հալելույա Տեսա երկինքը բացված, տեսա սպիտակ գասո նոր երկինքն ու Երուսաղեմը տեսա երկինքը բացված, Երուսաղեմը նոր իջնելիս Տեր ես տեսնում եմ հավատքով, այսօր Տեր, տեսնում եմ այնինչ պատրաստել ես քո զավակների համար, ես այսօր գոհանում եմ Տեր երկնքի համար, երկնքի հայտնության համար, Հայր ես գոհանում եմ Տեր այն, հրաշ գործը, որ դու մեր մեջ սկսել ես, այն ինչ, որ դու մեր քաղաքի մեջ անում ես, այս վերջի օրերի վերջի ժամանակների մեջ Տեր Աստված, ես օրհնում եմ Տեր, քո տունը Տեր, որ այս տունը դու դարձնում ես, երկնքի արտության տուն Տեր Աստված, դիմային ուժերը կոտրող տուն Տեր Աստված, հարվածներն ու շղթաները կոտրող, հուսահատությունը կոտրող Տեր Աստված, Դու մեզ տալիս ես, Հայր, քո որդու Հիսուսի հույսը,
Եվ հույսի Աստվածը թող ձեզ լցնի, քույր եղբայրներ, հույսն ունի Աստված, եւ հույսի Աստվածը թող լցնի ձեզ ամեն ուրախությամբ, ամեն խաղաղությամբ, հալելույա, մեր Տեր Հիսուսի Քրիստոսի մեջ։ Հայր, ես օրհնում եմ քո տունը, հայր, օրհնում եմ Տեր այն տեսիլքը, որ դու մեզ տվել ես, ասկերի մեջ գնալու, սերմանելու խոսքդ, ես շնորհակալ եմ կյանքի Աստված, հալելույա։ Սիրելի եկեղեցի, եկեք օրհնենք, սեպտեմբերի 1-ին մենք լինելու ենք Աֆրիկա, Քենիայում, 16 հոգի մասնակցելու է իմ հետ, եւ այդ 16 հոգուց մեկը լինելու է Աննա Միքայելյանը։ Առաջի անգամ մեր քույրը գալիս է Աֆրիկա, խնդրում եմ, թող քույրս տեսնի երկինքը բացված, թող Տերը իր օծությունը թափի այս թիմի վրա, հալելույա Տեր, մենք Դեստնի հետ միասին 75 այսպիսի եկեղեցիներ ենք կառուցում Քենիայում, քույր եղբայրներ, վերջում մեր ձեռքերը դնելու ենք այս տնակի վրա, պատկերացնում եք $100,000 ավել արդեն fundraise ենք արել, Փառք Հիսուսին, որովհետև ավետարանը պետք է քարոզվի ամբողջ աշխարհով մեկ, նոր վերջը կգա սիրելիներ, մեր Տերը գալիս է շուտով, Աֆրիկան վկայված է, ասկերը գրեթե վկայված են, եւ Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Սիրելի քույրս եղբայրս, ես խնդրում եմ աղոթենք այս 16 հոգու համար, ձեր հավատքի ձեռքերը բարձրացրեք, աղոթեք, օրհնեք, Տեր Հիսուս, օրհնում ենք Տեր այս հոգիները, Տեր, որ դու ուղարկում ես եւ ուղարկելու ես, Տեր, հաջորդ մի քանի կիրակիները, Տեր, մենք խնդրելու ենք, Տեր, որ այս 16 հոգիներին, Տեր, որ դու կանչել ես նրանց պահես, Տեր Հիսուս, նրանց միտքը, նրանց սիրտը, նրանց առողջությունը, նրանց ֆինանսները, նրանք ամեն բան արեցին, որ մասնակցեն, Տեր, իսկ հիմա նրանց հոգեպես պատրաստիր, Տեր Հիսուս, ես խնդրում եմ կյանքի Աստված, այո, թող դառնանք ուղարկող եկեղեցի, ոչ թե միայն ստացող, Տեր, այլ ուղարկող, Տեր Աստված, ուղարկիր մեզ, Տեր, ուղարկիր դեպի քո տեսիլքը, դեպի քո ազգերը, որովհետև Տեր հավատում ենք քո միսիան կատարելիս, Տեր, մենք քո սրտի զարդն ենք լսում, Տեր, փառք ես, գոհանում եմ, Տեր, երկնքի համար, հավիտենական կյանքի համար, մխիթարության Սուրբ Հոգի, քո այցելության համար, ամեն, հալելույա, փառքեր Հիսուսի։ Սուրբ Amen, Harki, Patri, Yego.
հոգին քո փառքի իջնի քո տան վրա որ միշտ ասեն քեզ Տեր դու միակն ես թող գա հոգին քո փառքի իջնի քո տան վրա որ միշտ ասեն քեզ Տեր դու միակն ես թող գա հոգին քո փառքի իջնի քո տան վրա որ միշտ ասեն քեզ Տեր դու միակն ես Սուրբ ես ով արքա սուրբ ես միասին Սուրբ ես ով արքա դու սուրբ ես դու ես միայն ով հայ սուրբ եւ արդար Սուրբ ես Տեր դու արժանի ես ամեն փառքի պատվի եւ օրհնանքի Սուրբ ես ով արքա դու սուրբ ես դու ես միայն ով հայ սուրբ եւ արդար Սուրբ ես Տեր դու արժանի ես ամեն փառքի պատվի եւ օրհնանքի Հողը ամպդ գա մեզ վրա գա այս տան վրա Թող գա ամպդ մեզ վրա գա այս տան վրա Թող գա ամպդ մեզ վրա գա այս տան վրա Թող գա ամպդ մեզ վրա գա այս տան վրա Սուրբ ես ով արքա դու սուրբ ես դու ես միայն ով հայ սուրբ եւ արդար Սուրբ ես Տեր դու արժանի ես ամեն փառքի պատվի եւ օրհնանքի Սուրբ ես ով արքա դու սուրբ ես դու ես միայն ով հայ սուրբ եւ արդար Սուրբ ես Տեր դու արժանի ես ամեն փառքի պատվի եւ օրհնանքի Բարձրյալից աչքոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն, իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ, որովհետև նա կփրկե քեզ որսորդի որոգայթիցը, չար ժանտամահիցը, նա կծածկե քեզ իր փետուրներովը, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը ասպար է եւ զրահ։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետիցը, որ թրջում է ցերեկը, այն ժանտախտիցը, որ խավարումը շուռ է գալիս, այն հարվածիցը, որ սատկեցնում է կեսորումը, 1000 հոգի քու կողմիցը կընկնեն եւ 10,000
քո աջ կողմիցը, բայց քեզ չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես եւ ամբարիշտների հատուցումը կտեսնես, որովհետեւ դու ես Տեր իմ հույսը, դու բարձրյալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնի եւ նեղություն չի մոտենա քո բնակարանին, որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ Նրանք ձեռքերի վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարի չդիպնի, առյուծների վրա կգնաս, առյուծին, կոյրուններին եւ վիշապին ոտովդ կող կտաս, որովհետև նա ինձ ցանկացավ եւ ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, նա կկանչե դեպի ինձ եւ ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ եւ փառավոր կանեմ նրան, երկար օրերով կկշտացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Արթուն եղեք, հաստատ կացեք հավատքումը, արիացեք եւ ուժոտվածեք, ձեր բոլոր բաները թող սիրով լինեն։ Օրհնյալ ես ով Տեր Աստված տիեզերքի արարիչ, մենք գալիս ենք քո թևերի հովանավորության տակ, Տեր, գալիս ենք քո ծածկոցի տակով բարի հովիվ, գալիս ենք մեր մեծով, մեր փոքրով, գալիս ենք մեր թուլությունով, գալիս ենք, որ մենք նորոգվենք, հրավիրում ենք քեզի Սուրբ Հոգի Աստված, որ գաս մեր մեջ, դու գիտես մեր պետքերը, գիտես մեր սկիզբը, գիտես մեր վերջը, ամենակալ ես, ամենատես ես, ամենագետ ես, ամենուրեք եղող էլ Շադայ Ադոնայ Էլոհիմն ես, Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստված փառք ենք տալի քեզի, Մովսեսի, Ահարոնի, Մայրամի Աստված փառք ենք տալի քեզի, Նոյեմի, Հռութի, Եսթերի Աստված փառք ենք տալի քեզի, Եղիայի, Եղիսեի, Դանելի Աստված փառք ենք տալի քեզի, Միսակի, Սեդրակի, Հաբեդնակովին կրակներից ազատող Քրիստոսը, որ կենթանի ես, զորավոր ես, փառավոր ես, հաղթական ես, դու հաղթել ես աշխարհին, հաղթել ես մահին, հաղթել ես գերեզմանին եւ ի լույս ես հանել կյանքն ու անմահությունը, փառք ենք տալի քեզի, մեր Տերը, մեր Աստվածը, դրա համար եկել ենք, որ նորոգվենք, եկել ենք, որ զորանանք, եկել ենք, որ հաղթության զենքեր հագնենք, երկնքից տուր մեզի օրհնյալ Աստված, ինչ որ մեր պետքն է, ինչ որ մեր կարիքն է, ինչ որ մեր պակասն է, ուրիշ որու գնանք, քու մոտ է կյանքը, դու ես կյանքը, դու ես խաղաղության իշխանը, ովքեր որ եկել են անխաղաղ խաղաղությունով լցնես, ովքեր որ եկել են տրտմած ուրախություն պարգևես, ովքեր որ եկել են հիվանդ բժշկություն բերես քո այրան միջոցով Հիսուսի անունով, եկեղեցին արթնացնես Տեր, արթնացնես մեր սրտերը, մեր մտքերը, մեր հոգիները, մեր հավատքը ավելացնես քո անունի փառքի համար, հաստատես մեզի քո մեջ, մեր ընտանիքները, աղոթում ենք բացականների համար, աղոթում ենք ընկածների համար, տկարների համար, աղոթում ենք սգավորների համար, աղոթում ենք հիվանդների համար, մանավանդ հոգևոր հիվանդների համար, հռչակում ենք Քրիստոսի այդյան բժշկարար զորությունը ես վայրի մեջ, թող բժշկություն լինի ես վայրի մեջ և Քրիստոսի այրունը թող իրա գործ անի փառքի համար, վկայության համար և նաև շնորհակալ ենք ու ծառայի համար, օրհնյալ Աստված, որ Հայաստանից բերել ես, աղոթում ենք Հայաստան երկրի համար, աղոթում ենք մեր հայ ազգին մոտեցնես քեզ, մոտեցեք Աստծուն և Աստված կմոտենա ձեզի, խնդրում ենք օրհնյալ Աստված, արթնություն սրտերի մեջ, հավատք, փրկարար հավատք, պարգևի իմ ազգին, Տեր Աստված, աղաչում ու խնդրում ենք քեզի,
Եվ երևից օծիր քու օծյալին Տեր աղաչում ենք թող նոր օծության յուղ թափվի վերևից քու ծառայի վրա համարձակության յուղ օծության յուղ Տեր խնդրում ենք Սուրբ Աստված առնես քու ծառայի եւ օգտագործես քու անվան փառքի համար որպեսզի խոսքը լինի շինություն, բժշկություն, արթնություն, միաբանություն, սեր ու խաղաղություն Փառքիդ համար Հիսուսի զորավոր անունով ենք խնդրում, Հիսուսի կենթանի անունով ենք խնդրում, Հիսուսի փառավոր անունով ենք խնդրում, այս ամենի մեջ փառավորվես Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված, Սուրբ Երրորդություն, մեկ Աստվածություն, այժմ եւ միշտ հավիտյանս, ամեն Սրտում կապապա մեծարեք ես Տեր ոտքերիդ փարվել տենչում եմ քեզ իմ Աստված դար ինձ քո փառքի սրահները Սպասում ենք Դերեցրու ինձ Սուրբ Հոգուտյունով Դերեցրու ինձ Սուրբ Հոգուտյունով Թույլ տուր ինձ քո վկան լինել Եվ Քրիստոսի համար ապրել Դերեցրու ինձ Սուրբ Հոգուտյունով Դերեցրու ինձ Սուրբ Հոգուտյունով Թույլ տուր ինձ քո վկան լինել Եվ Քրիստոսի համար
Քրիստոսի համար ապրել Դեր լեցրու ինձ սուրբ ոգուտյունով Դեր լեցրու ինձ սուրբ ոգուտյունով Թույլ դուր ինձ քո վկան լինել Մեր պաշտելի Տեր խնդրում ենք Ահա մեր անոթները Տեր Բաց սրտով Տեր կանգնած ենք քո առջև Տեր որպեսզի լեցնես երկնքից լեցնես սուրբ հոգուտ յուղով մեզ Տեր Եվ երբ որ հնչի ձայն ահա փեսան գալիս է Տեր քո ծառաները, քո դուստրերը, քո զավակները թող պատրաստ լեցված յուղով պատրաստ դիմավորեն քեզ Տեր լեցրում ես քո սուրբ հոգուտ յուղով Տեր պաշտում ենք քեզ երկրպագում ենք քեզ Տեր երկրպագում ենք քեզ Տեր Դեր լեցրու ինձ սուրբ հոգուտ յուղով Դեր լեցրու ինձ սուրբ հոգուտ յուղով Թույլ դուր ինձ քո վկան լինել Եվ Քրիստոսի համար ապրել Դեր լեցրու ինձ սուրբ հոգուտ յուղով Դեր լեցրու ինձ սուրբ հոգուտ յուղով Թույլ դուր ինձ քո վկան լինել Եվ Քրիստոսի համար ապրել Բարքերը քեզ սիրելի Հիսուս Ինչքան շնորհակալ ենք Տեր քո ներկայության համար Ինչքան շնորհակալ ենք Տեր որ քո ներկայությունը փոխում է ամեն բան Տեր Քո ներկայությունը կոտրում է ամեն վախեր անհանգստություններ դիպրեսիաներ մտահոգությունները մեր վրայից վերցնում է որովհետև հիմա բռնում ենք Հիսուսի արյունը հալելույա Հիսուսի արյունը, հալելույա, այն սուրբ արյունը, որ թափեց մեր համար։ Ես այսօր գոհ եմ, Հիսուս, որ կրկին անգամ մեր շարքերով քայլում ես։ Այն ինչ տեսավ Հովհաննես առաքյալը, այն 7 ճրագակալների միջով քայլող փրկիչ, որ քո եկեղեցու հետ ես, Էմանուելը մեզ հետ, սիրելի եկեղեցի։ Նա ասաց ես ձեզ երբեք բնավ մենակ չեմ թողնի։ Դա այն նույն Տերն էր, որ կրակի մեջ քայլեց Սեդրակ Միսակ Աբեդնագոյի հետ Տեր այսօր այո մեր կյանքի փոթորկալից այդ պահերի մեջ Տեր դու քայլում ես մեր հետ դու մեր գլուխը յուղով ոցում ես դու մեզ քայլել ես սովորացնում Տեր այդ մահվան շուքի ձորի միջով Տեր ու մեր վախերն ու անհանգստությունները կոտրում ես սիրելի Հիսուս մենք ինչքան գոհ ենք քեզանից սիրելի արքա այսօր պատվում ենք քեզ Տեր երկրկնապատիկ Տեր գոհ ենք քո ծառայի համար Հովիվ Արտավազդի համար իր տիկնոջ համար Տեր շնորհակալ ենք որ նրանց կրկին անգամ բերեցիր քո տունը Տեր շնորհակալ ենք Տեր Հիսուս ինչ որ քո ծառայի սրտի մեջ դրել ես Տեր այսօր թող օրհնություն լինի իմ քույր եղբայրների համար նրանց միտքն ու հոգին շինվի Հիսուսի անունով ենք խնդրում սիրելի եկեղեցի ամեն ու ամեն փառքերը Հիսուսին փառքերը մեր Տեր Հիսուսին հալելույա փառքերը Հիսուսին հալելույա փառքերը Հիսուսին սիրելի եկեղեցի ամեն հալելույա Անո քույրիկս Տերը օրհնի քեզ Մայրամ ջան Տերը օրհնի ձեզ վերջում աղոթելու ենք փառքեր Հիսուսին վերջում աղոթելու ենք փառք Հիսուսին Դե միջև նախքան հասնելը վերջը ես կուզեմ գիտեք մեր արտավազդ եղբայրը Վերնատան Հովիվը մեր քաղցր հարազատ եղբայրը նա ինձ համար ընկեր է եղբայր է հարազատ մենք երկար տարիներ գիտեք արդեն շփվում ենք իրար հետ Կյանքի փուլերով անցած եղբայրս նա գիտի ինչ է կորուստը նա գիտի ամեն բան սիրելներ այսօր մեր համար օրհնություն է կրկին անգամ մեր եղբայրը մեր մեջ ունենալու համար եկեք բուրը ծափերով հրավիրենք փառքեր Հիսուսին ամեն փառքեր Հիսուսին Տեր օրհնի արտավազդ եղբայրս դե մնացածը արդեն քեզ ու Սուրբ Հոգու առաջնորդությունը ամեն փառք Հիսուսին
պատիվ եւ օրհնություն է Արմեն եղբորս հետ ճանապարհ անցնել, ընկերություն անել, որտեվ Արմեն աղբերս շատ լավ սիրտ ունի Աստծո համար, Աստծո ծառայության գործի համար եւ տարիներ շարունակ ընկերություն ենք անում եւ ծառայում ենք Տիրոջ, ինչպես որ կարող ենք։ Հեռավորություն ունենք, բայց Աստված տալիս է հնարավորություն ծառայելու Տիրոջը։ Փառք Աստծուն։ Շնորհակալ եմ Հովիվ Արմեն այս պատվի համար ընձեռնելու ծառայել Աստծուն եւ Աստծո սուրբերին ձեր հրաշալի եկեղեցում։ Պատիվ է կանգնել ձեր մեջ եւ ձեր առաջ սիրելի Աստծո զավակներ եւ փոխանցել Աստծո խոսքը, որ դրված է իմ սրտում։ Այս եկեղեցին ինձ համար հարազատ եկեղեցի է, որտեվ եղել եմ բազմիցս, բայց նաեւ հարազատ է, որտեվ այստեղ ես վայելում եմ Աստծո ներկայությունը, ինչը որ նաեւ այսօր եղավ եւ գիտեք ամենտեղ չէ որ կարող ես լինել եւ կան վայրեր, որ դու գնում ես եւ պետք է դու կարողանաս ճեղքել, որպեսզի Աստծո ներկայությունը վայելել։ Կան վայրեր, որտեղ այնքան սառնություն եւ այնքան միապաղաղություն կա, որ զգում ես, կարծես Աստված էլ թույլ չի տալի, որ ներկայություն դրսևորվի այդտեղ։ Կան վայրեր, որ մեծ ջանք չի պահանջում եւ դու պարզապես հասկանում ես, որ Աստված այնտեղ ներկա է եւ վայելում ես։ Եվ այսօր այդպիսի օրերից մեկն է, որ Աստված այստեղ ներկա է եւ շատ մեծ ջանք չէր պահանջվել, որպեսզի վայելել նրան։ Փառք Տիրոջը ձեր եկեղեցու համար եւ փառք Աստծուն ձեր բոլոր ծառայողների համար։ Խաչատուր աղբերս Աստված հրաշալի կերպով ներկա է եւ Աստված հրաշալի գործ ունի կատարելու մեզ այդ բոլորիս հետ։ Ամեն սիրներ կարող ես ամեն ասել։ Գնահատեք այն ինչ որ ունեք, գնահատեք ձեր եկեղեցին, գնահատեք ձեր հովին, գնահատեք ձեր հովի ընտանիքը, ձեր առաջնորդներին, ձեր փառաբանության խումբը, այն ինչ որ ունեք սիրներ, գիտեմ որ դու գնահատում եք պարզապես մարդ, որ միկրոֆոն ունի իր ձեռքում, կրկին անգամ հորդորում է, գնահատեք այն, ինչ որ Աստված ձեզ տվել են։ Առաջի երգը շատ լավն էր։ Դու եր գրե Խաչատուր աղբերս, չէ՞։ Առաջին անգամ էի լսում, գոհ եմ ամեն բանի համար, հա, եւ այդպես երբեմն այո, այդպես երգեր մենք պետք է երգենք, որ ամեն բանի համար մենք փառք ենք տալի Աստծուն եւ գոհ ենք։ Փառք Հիսուսին, սիրելիներ։ Ոչ վաղ անցյալում եմ եղել ձեր մեջ եւ ես ու Լիլիթը այն այցը ապրիլի ամսին, որ մենք եկանք, անսպասելի էր մեզ համար, որտեղ մենք եկանք պսակադրություն անցկացնելու մեր համար շատ հարազատ մարդու, որը ընդամենը 1 ամիս առաջ, 1.5 ամիս առաջ էինք պայմանավորվել, այդպես տեղյակ եղել ապրիլից 1.5 ամիս առաջ։ Մեզ համար ոչ նախատեսված այց էր, այս այցը մոտ տարի եւ ավելի նախատեսված այց էր Միացյալ Նահանգներ, Կոլորադո նահանգում պետք է լինեմ, այնտեղ մեծ կոնֆերանս եւ հանդիպումներ կան, որ շատ տարուկես առաջ պլանավորվել, բայց ուրախ եմ եւ փառք եմ տալի Աստծուն, որ հնարավորություն ունենք ձեր մեջ էլ լինելու։ Լավ սիրելիներ, անդրադառնանք Աստծո խոսքին, բայց իհարկե մինչև Աստծո խոսքը փոխանցեմ նաեւ ողջունները Վերնատուն եկեղեցուց, բոլոր ծառայողներից, իհարկե նաեւ Մեծ Ամորի եկեղեցուց, Արտավազդ եղբորից, որտեղ որ ասես լինես, վերջերս հանդիպել ենք, ով մեզ ճանաչում է, բարևները փոխանցի, ես էլ փոխանցում եմ։ Ձեր քույր եղբայրներից, տարբեր եկեղեցիներից եւ նաեւ Վերնատուն եկեղեցուց ձեր եկեղեցին սիրում գնահատում եւ աղոթում ենք ձեզ համար, որտեղ Աստված իսկապես հրաշալի ծրագիր ունի ձեր միջոցով, հավատացող կասի ամեն։ Շատ լավ, պատրաստ եք լսելու Աստծո խոսքը։ Շատ լավ։ Եկեք անդրադառնանք Տիրոջ խոսքին։ Ինքնաթիռում երկար ճանապարհ է, ինտերնետ չկա, մեր ինքնաթիռում չկար ինտերնետ։ Լիլիթը քնեց, արթնացավ, ես չքնեցի, այդպես մտածում էի եւ աղոթում եմ, ասում էի, Տեր, ինչ խոսք ես տալիս ինձ փոխանցելու քո եկեղեցուն Ամերիկայում։ Եվ հետաքրքիր է, որ մտածում եմ եւ Աստված հատուկ խոսք դրեց իմ մեջ, մեկ նախադասություն, որը վերածվեց պատգամի, ինչ որ այսօր կփոխանցեմ ձեզ։ Բավականին երկար ժամանակ է, որ պատգամներ այլևս չեն պատրաստում, նայելով մարդկանց եւ իրավիճակներին, եկեղեցիներին, նայելով ինձ, իմ կարգավիճակին կամ որտեղ որ պետք է քարոզեմ այդ եկեղեցուն, բավականին երկար ժամանակ է, որ ասում Տեր, ինչ ես ուզում, որպեսզի ես խոսեմ։ Իհարկե, հնարավոր է լինել 1-2 պատգամներ, այսպես ամիսների ընթացքում մեր եկեղեցու համար հատուկ որ տեսնեմ կարիք կա պատրաստվեմ, բայց հիմնականում վերջի շրջանում սա է, որ
Տեր, ինչ ես ուզում, որ ես փոխանցեմ, որտեվ հատկապես երբ որ ես հյուր եմ գտնվում, ես շատերին չեմ ճանաչում։ Շատ մտերիմ ենք մենք Արմեն եղբորս հետ եւ կան այստեղ հարազատ մարդիկ, որոնց հետ մտերմություն ունեմ, բայց մեծամասնությանը չեմ ճանաչում եւ ավելին ում հետ որ դու մտերիմ ես, նաեւ չգիտես իրենց կյանքն ու ընթացքը ինչպիսի ընթացք ունեն, բայց Աստված գիտի։ Եվ Աստված գիտեր, որ նաեւ դու այստեղ ներկայ ես լինելու եւ այս խոսքը դրեց իմ սրտում փոխանցեմ քեզ։ Եվ այդ խոսքը եւ նախադասությունը սա էր. Ես քեզ չեմ դատապարտում։ Ես քեզ չեմ դատապարտում։ Եվ ասեց Տեր, իրականում այս խոսքի կարիքը կա թե ոչ, որտեվ ոնց որ ես մի քիչ ավելի այսպես յուրաքանչյուր հովիվ ունի իր ուղղվածությունը կամ 1-2 ուղղություններ, որոնց ավելի հմուտ են, Աստված ավելի օրհնել է, ավելի գիտություն է տվել այդ ուղղությամբ, այս ոլորտը կամ այս թեման կարծես այդքան իմ ոլորտը չէր, ինչ որ չափով, բայց ոչ հենց ուղիղ դատապարտության առումով, բայց հասկացա, որ Տիրոջից է եւ Աստված ուզում է, որպեսզի այս խոսքը փոխանցեմ այսօր ձեզ։ Ես քեզ չեմ դատապարտում։ Խոսենք մի քանի մարդկանց տեսակների մասին եւ այն ինչ որ դրված է իմ սրտումս փորձեմ ամբողջությամբ փոխանցել ձեզ։ Հովանու ավետարան 3:17 այսպես է ասում, որովհետև Աստված իր որդին աշխարհ չուղարկեց դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Հովանու ավետարան 12:47-ն էլ կարդանք։ Ես չեկա աշխարհը դատելու, այլ փրկելու աշխարհը։ Տեր Հիսուս Քրիստոսի համար ասվում է եւ նաեւ Տեր Հիսուսն է անձամբ ասում իր մասին. ես եկել եմ աշխարհը փրկելու, այլ ոչ թե դատելու համար։ Արդյոք սա փոխվել է, արդյոք հիմա նա դատում է, թե նույնն է մնացել։ Կարծում եմ եւ այսօր էլ ուզում հաստատել, որ Տեր Հիսուս Քրիստոսը նույն խոսքերը ասում է. ես աշխարհը դատելու համար չեմ եկել, ես մարդկությանը դատելու համար չեմ եկել, ես եկել եմ մարդկանց եւ մարդկությանը փրկելու համար։ Եվ այսօր, այս պահին ես դատաստանով եւ դատելով չեմ զբաղվում, այլ իմ գործը այն ամեն ինչ որ ես կատարում եմ, ուղղված է նրան, որպեսզի մարդը ճանաչի Աստծուն եւ փրկություն ունենա։ Նա եկավ, որպեսզի մարդուն հաշտեցնի Աստծո հետ։ Մարդը, որ իր մեղքերով եւ իր ցանկություններով, իր ուզած ձևով ապրելով, նա հեռացել էր Աստծուց, եւ Տեր Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի հաշտություն բերի Աստծո եւ մարդու միջեւ, որովհետեւ Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը իր հետ հաշտեցրեց եւ նրանց հանցանքները իրենց ներեց եւ հաշտության խոսքը մեր մեջ դրեց։ 2 Կորինթացիս 5:19։ Նա եկավ հաշտեցնելու նրան, որ թշնամի էր Աստծուն, նրան, որ հեռացել էր Աստծուն, նրան, որ մեղք էր գործել, նրան, որը ինքը իրեն դատապարտում էր, նրան, որը ինքը իրեն լավը չէր տեսնում, ինքը ավելի իրեն դատապարտելով ավելի իր վճիռը կայացրել է, որտեղ նա մեղավոր էր, մեղք էր գործել, Աստծուց հեռացել էր, ճիշտ չէր ապրել եւ Տեր Հիսուս Քրիստոսի համար ասվում է, որ նա եկավ, որպեսզի փրկի եւ հաշտեցնի։ Մարդիկ տարբեր պատճառներով եւ տարբեր կերպերով Աստծուն թշնամի էին դարձել եւ չունեին հաղորդակցություն Աստծո հետ, բայց Տեր Հիսուս Քրիստոսը եկավ, որպեսզի հաշտություն բերի։ Եվ այսօր էլ Տերը իր հոգով այստեղ ներկա է այդ նպատակի համար, որպեսզի ինչ որ խալխլված, ինչ որ փլուզված, ինչ որ ծռված բաներ կան, նա վերականգնի, նա կառուցի եւ նա ուղղի։ Տեր Հիսուս Քրիստոսը այստեղ է ասելու քեզ, սիրելիս, ես քեզ չեմ դատում։ Միգուցե շատերը քեզ դատել են, միգուցե մարդիկ կան, որոնք քեզ չեն ընդունում այսօր, որտեվ դու ինչ բաներ արել ես կամ կարծում են, որ դու արել ես։ Քո տեսակի համար, որտեվ ինչպիսի տեսակ ես, որ այդքան էլ իրենց հաճելի չես։ Քեզ դատել են եւ քեզ մերժել են, քեզ չեն ընդունել, ինչ բաների պատճառով, բայց Տեր Հիսուս Քրիստոսը այսօր ասում է քեզ. ես գիտեմ ավելին, քան գիտի այդ մարդը։ Ես գիտեմ անգամ բաներ, որ ոչ մեկ չգիտեն։ Ես տեսել եմ քեզ քո ծածուկի մեջ, ես տեսել եմ քեզ այն ամոթ քո կյանքի օրերի մեջ, ես տեսել եմ բաներ, որ անգամ քո կողակիցը եւ քո ամենամտերիմը չգիտի, ես գիտեմ քո միտքը, ես գիտեմ քո զգացմունքները, ոչ միայն գործերն ու ասված խոսքերը, ես գիտեմ ամեն բան, որ անգամ չի արվել եւ չի ասվել, բայց ես քեզ ասում եմ, ես քեզ չեմ դատում։ Ես քեզ չեմ դատում։ Տեր Հիսուս Քրիստոսի մոտ մեկ անգամ մի կնոջը բերեցին, որի մասին վկայվեց, որ անարակության մեջ մենք նրան բռնացրել ենք եւ հաստատում ենք, որ նա անարակություն է գործել։ Հաստատում ենք, որ նա խախտել է Մովսեսի օրենքը եւ ըստ Մովսեսի օրենքի նա չպետք է ապրի, մենք պետք է նրան սպանենք քարերով։ Նա այլևս իրավունք չունի ապրելու, այդպես պատվիրել է Աստված եւ մենք ջատագովն ենք օրենքի եւ մենք կատարում ենք օրենքը։
Տեր Հիսուս Քրիստոսը ընդամենը մեկ նախադասություն ասեց եւ դա բավարար էր, որպեսզի նրանք թողնեն եւ հեռանան եւ ոչ մեկ չքարկոծեց նրան։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը սա էր. նա որ արդար է, թող առաջին քարը գցի։ Մենք արդար չենք, բայց նրա նման անառակ էլ չենք։ Ինչ ես ասում, ուրեմն չդատենք այս մարդուն։ Բոլորը իրենց ներսը հանդիմանվեցին եւ թողեցին գնացին։ Հետևություն ենք անում։ Կարող է նա դատել, այն մարդը իրավունք ունի դատելու, ով որ արդար է, ով որ կատարյալ է։ Սա թեմայից դուրս եմ ասում։ Մարդ եւ մարդ փոխհարաբերության մեջ, երբ որ ես դատում եմ որևէ մեկին, երբ որ ես քննադատում եմ որևէ մեկին, երբ որ մեկի վճիռը կայացնում եմ, դու այսպեսին ես, քանի որ դու սա արեցիր, այսպես խոսեցիր, այսպես մտածեցիր, նա կարող է դատել, իրավունք ունենք դատելու։ Իրավունք ունի նա դատելու, ով արդար է, ով սուրբ է, ով կատարյալ է։ Այդպես է ասում Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ երբ որ բոլոր թողեցին եւ գնացին, Տեր Հիսուս Քրիստոսը նայեց, մենակ էր մնացի այս կինը, միակը ամբողջ աշխարհում, ամբողջ տեզերքում, միակը, որ իրավունք ուներ դատելու այդ կնոջը, նա նայեց նրան եւ ասեց. ես էլ քեզ չեմ դատում։ Ես էլ քեզ չեմ դատում։ Գնա եւ այլևս մեղք մի գործիր։ Ձելիս հնարավոր է կյանքումդ կեղտոտվել է քո հանդերձը։ Հնարավոր է արել ես բաներ, որոնց համար ափսոսում ես, փոշմանում ես։ Հնարավոր է հայտնվել ես հիմա մի կարգավիճակի մեջ, որի համար դու զղջում ես եւ ափսոսում ես, ասելով ինչու ես դա թույլ տվեցի իմ կյանքում։ Միգուցե մի բան կա քո կյանքի մեջ, որ արդեն կապանք է դարձել, քեզ կապել է։ Դու չես կամ ես հիշում եմ, երբ որ ես ծխում էի, ես ուզում էի ազատ լինել ծխելուց, բայց ես չէի կարողանում։ Կապվել էի ես ծխելով։ Եվ այլ գործողություններ եւ այլ զգացմունքներ, որոնք իմ կյանքում եղել են, ես թույլ եմ տվել մտածելով, որ ես կարողանամ հաղթահարեմ, եղել է ժամանակ, որ ես չեմ կարողացել այլևս հաղթահարեմ։ Հասկացել եմ, որ այդ ինձ կապել է արդեն։ Տեր Հիսուս Քրիստոս այսօր ասում է. ես քեզ չեմ դատում։ Ես չեմ դատում քեզ, բայց մեկ բան ունեմ քեզ ասելու. գնա եւ այլևս մեղք մի գործիր։ Ես քեզ ներում եմ, փրկում եմ, օրհնում եմ, բայց այս խոսքը ունեմ, պայքարիր քո եղած մեղքի համար, պայքարիր քո կյանքում եղած կապանքի համար, նրա դեմ պայքարիր լավը լինելու համար, պայքարիր ավելի ազատ լինելու համար, պայքարիր Տիրոջ համար ապրելու եւ սուրբ ապրելու համար։ Այսօրվա երգերը բավականին խոսում են Տիրոջ սրբության մասին եւ Սուրբ Գիրքը հստակ ասում է սուրբ եղեք, քանի որ նա սուրբ է։ Ձեզ կանչող սուրբի պես սուրբ եղեք։ Առանձնացեք նրա համար, սրբացեք նրա համար, ընծայվեք նրան, տրվեք նրան եւ պայքար ունեցիր, մի ասա որ ես էլ էսպիսին եմ, իմ բնավորության գիծն էլ էսպիսին է, իմ հատկությունն էլ էսպիսին է, ոչ, դու ստեղծված ես քո փառավոր Աստծո պատկերով եւ կերպարանքով եւ դու փառավոր ես ստեղծված։ Սատանան փորձում է մարդուն իր նման դարձնի, իր նման կեղտոտ, իր նման պիղծ, իր նման չար, իր նման նախանձ, իր նման հպարտ, բայց Աստված մարդուն ստեղծել է փառավոր, որտեղ մենք Աստծո պատկերով եւ նմանությամբ ենք ստեղծված։ Եվ մեղքը գալիս է, որ այն քանդի, այն ոչնչացնի, այն ստորացնի մարդուն, բայց Աստված գալիս է մեղավոր կնոջ ասում է ես էլ քեզ չեմ դատում։ Չեմ դատում քեզ, բայց մեկ բան ունեմ, գնա եւ այլևս մեղք մի գործիր, գնա եւ պայքարի դրա դեմ, գնա եւ կյանքդ հանձնիր Աստծուն, մի նայիր ետ, մի նայիր մարմնին հաճույքին, մի նայիր մարդկանց հաճացնելուն, մի նայիր ոչ մի բանին, դու փառավոր ես ստեղծված, մտիր նրա մեջ, ինչի համար դու ստեղծվել ես եւ կանչվել ես, դու կանչված ես սուրբ լինելու համար։ Մի թող վաղվան, մի թող հաջորդ օրվան, մի հետաձգիր սուրբ լինելը, մի հետաձգիր մաքուր լինելը, մի հետաձգիր Աստծուն ծառայելը, մի հետաձգիր Աստծո կամքի մեջ մտնելը, գնա եւ այլևս մեղք մի գործիր։ Մի համակերպվիր այն ամենի հետ, ինչի հետ Աստված չի համակերպում եւ ինչ որ Աստված մերժել է արդեն ժամանակներ առաջ։ Եթե կա մի բան իմ կյանքում, որ Աստված չի բերել, ես չեմ ուզում դա իմ կյանքի մեջ մնա, անգամ մեկ վայրկյան էլ կասես ամեն։ Հեռացրու այն ամենը, պայքարիր, պայքար մղիր, պատերազմիր։ Սուրբ Գիրքը ասում է Եբրայեցիների 12-րդ գլուխը, որ այրուն թափելու չափ պատերազմեք մեղքի դեմ։ Բարձրացրու քո արսենալը, բարձրացրու քո զենքերը, ուղղիր չարի դեմ եւ պայքարիր, ուղղիր քո էգոյի եսի դեմ, քո մարմնի հաճույքների դեմ պայքարիր, որպեսզի ապրես այն կյանքով, որ Աստված սահմանել է, որովհետեւ սատանան գալիս է գողանալու եւ փչացնելու համար։ Աստված քեզ ստեղծել է փառավոր, միգուցե Աստված քեզ նաև տվել է փառքը, օրհնությունը, Աստված սահմանները օրհնել է, քո ունեցվածքը օրհնել է, այդպիսի մի շատ լավ ընկեր ունեմ եւ մարդ, որը ծառայում է այսօր Աստծուն, իր կյանքի մասին ինքը վկայում, հանցագործ կյանքով է ապրել երիտասարդ, պատանի ժամանակ
շատ չարաճճի տղա եղել, բանտերում է հայտնվել, մի խոսքով, ահա որ կյանքով ապրել է եւ Աստված հայտնվեց նրան։ Աստված փրկեց նրա կյանքը, Աստված օրհնեց նրան հրաշալի կնոջմով, Աստված օրհնեց նաեւ ապագայում այնպիսի վկայություններ է տալի, որ ուղղակի անհասկանալի է։ Շինարարությունից հասկացողություն չունեցող մարդը մտնում է շինարարական կամպանիայում եւ ասում է ինձ գործ տվեք, որպեսզի աշխատեմ, փոքրիկ ինչ-որ մի գործ հանկարծ իրեն տալիս են մի ամբողջ շինարարություն կազմակերպելու, մի ամբողջ ծրագիր են տալի, որ նա շենքեր կառուցի։ Գաղափար չունեմ, ասում է ես, հիմա սկսում եմ սովորել։ Աստված օրհնում է նրան հսկայական բիզնեսով, մեծ բիզնեսներ է կարողանում անել Ռուսաստանում, լուրջ կյանք է ապրում, շատ ունեցվածք է ձեռք բերում եւ գալիս է ասում է մի ժամանակ եկավ, որ ես ավելի այսպես թեթև սկսեցի նայել։ Բաներ, որոնք ինձ համար մեղք էին, որոնք անընդունելի են, ես սկսեցի դրանք քիչ-քիչ նորից էլի օգտվել։ Որտեւ արդեն հասել եմ, ամեն բան լավ է, եկեղեցի գնում ենք, նորմալ է, բայց ինչ որ բաներ կար կյանքիս մեջ։ Եվ ասում եմ, չհասկացա ինչպես, բայց ես հայտնվեցի մեղքի մեջ, ես հպարտացա։ Ակնթարթորեն միանգամից կորցրեցի ամեն ինչ, ինչ որ Աստված ինձ տվել էր։ Անկամ վերջին բնակարանը, որը կարծես թե դա հիմք էր, դա էլ կորցնելու վտանգին էին կանգնած, ամեն բան կորցրեցինք։ Ու ես հասկացա, առանց Աստծո ես ոչինչ չեմ կարող անել։ Ընկերս նորից ապաշխարում եւ Աստծո առաջ է գալիս, Աստված ավելի է բարձրացնում նրան։ Հոգևոր կյանքում, ունեցվածքի մեջ, ընտանիքում եւ այսօր էլ նա շարունակում է ծառայել Աստծուն, փառավորել Աստծուն եւ նաեւ իր ունեցվածքով էլ ծառայել ու փառավորել Աստծուն։ Ինչու՞, որտեւ շտկեց իր հարաբերությունը Աստծո հետ։ Սիրելիս, դու կանչված ես փառավոր ապրելու համար։ Աստված քեզ չի դատում այսօր։ Ոչ մեկին պետք չի լսել, եթե քեզ դատում են։ Աստված եկել է, որպեսզի դու հաշտվես Աստծո հետ եւ ապրես այն կյանքով, որ Աստված սահմանել է քեզ համար։ Քո երեխաները միգուցե հեռացել են Աստծո ճանապարհից։ Ինչպես կվարվի Աստված կամ ինչպես կուզես, որ Աստված վարվի քո հետ, երբ որ դու հեռանում ես Աստծոց կամ սխալ ես գործում։ Վարվիր այդպես քո երեխայի հետ։ Եթե ասել ես 1000 անգամ, 1001-րդ անգամ էլ ասես, նա չի փոխվել, որտեղ ինքը չի կարող փոխվի կամ չի ուզում փոխվի, չգիտեմ։ Բայց քո զենքերը ուղղիր դժոխքի դեմ։ Աստված քո կողմից է, իսկ եթե Աստված քո կողմից է, ով կարող է քեզ հակառակ կանգնել։ Սկսիր քո ծոմապահությունը, քո աղոթքը, քո դավանանքը։ Սկսիր, միգուցե դու պետք է փոխվես, քո շրջապատը պետք է փոխվես, քո տունը պետք է կարողանա փոխվի քո միջոցով, բայց պայքարիր եւ մի հանձնվիր, ինքնահոսի մի թող, պայքարիր, գնա եւ այլևս մեղք մի գործիր, փոխիր կյանքդ, փոխիր իրավիճակդ, փոխիր ապագատ նաեւ այսօր փոխվելով։ Տերը չի դատում, բայց կարիքը կա փոխվելու, կարիքը կա որոշում կայացնելու, կարիքը կա չհամակերպվելու այն ամենի հետ, ինչ որ Աստված չի բերել մեր կյանքի մեջ, կարող ենք ամեն ասել այս խոսքին։ Չեմ դատում քեզ, Պետրոս։ Ես չեմ եկել աշխարհը դատելու։ Ես գիտեմ, որ դու ուրացար ինձ, Պետրոս։ Դու շատ վստահ ես քո վրա, շատ վստահ ես քո վրա, ու հենց այդտեղ դու ընկար, որտեվ դու կարծում ես, որ դու ավելի լավն ես, քան մյուսները։ Եղել է այդպես երբևէ որ մենք կարծենք, հա։ Տեր, ով ուզում է քեզանից հեռանա, ես քեզ մինչև մահ կգամ քո հետ։ Չգիտեմ ես մյուսները ոնց, Տեր ջան, իրանք ուրիշ, ես ուրիշ եմ։ Շատ լավ։ Նրանք միայն կթողնեն ու կհեռանան, Պետրոս, բայց դու ոչ միայն կթողնես ու կհեռանաս, այլ նաև կուրանաս ինձ։ Պետրոս, ես գիտեմ, որ դու ինձ ուրացել ես։ Անկամ աղախնի առաջ, որ իրենից ոչինչ չէր ներկայացնում, դու վախեցար եւ ուրացար ինձ։ Ես գիտեմ, որ եղել է ժամանակներ, Պետրոս, որ դու հեռացել ես եւ ուրացել ես ինձ։ Գիտեմ, արտավազ ժամանակներ, որ ինչ որ բաներում դու թողել ու հեռացել ես եւ ուրացել ես ինձ, իմ ճշմարտությունները, իմ կոչումը, իմ մոտությունը, որ քեզ տվել եմ, իմ սրբությունը, որ քեզ տվել եմ, դու ուրացել ես դրանք։ Թողել ես։ Հավատարիմ չես եղել, արդար չես եղել։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը Պետրոսին ասեց, հստակ եւ կոնկրետ, մինչեւ որ այս ամենը տեղի կունենար, եւ Տերն ասաց Սիմոն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղել, բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի, իսկ դու երբ այն վերագտնես, եղբայրներիդ հաստատուն պահիր։ Եվ երբ որ դու վերադառնաս, երբ որ դու վերագտնես կրկին քո հավատքը, քո դիրքը, քո կոչումը, վերադարձիր եւ հաստատիր քո եղբայրները։ Արա այն ինչ որ ես ուզում եմ։
Պետրոսը գիտենք, որ գնաց ձկնորսության Հիսուս Քրիստոսի հարությունից հետո գնում եմ ձկնորսությանով է գալ։ Գնացին նրա այդ աշակերտները, եւ երբ որ նրանք ափ էին մոտենում արդեն կրկին նորից ապարդյուն, ոչինչ չբռնեն, ոչինչ չէին բռնել, ձկնորսությունը ապարդյուն էր անցել եւ նայեցին դեպի ափ, տեսան ինչ որ մեկին եւ իրար հետ խոսելով ասին Տերն է։ Եթե Տերն է, Պետրոսը շտապեց դեպի Տիրոջ մոտ, իրեն ջուրը գցեց եւ լողալով եկավ Հիսուսի մոտ։ Իհարկե, Տերը նաեւ օրհնեց ձկներով իրենց եւ այլն, բայց արդեն եկան, տեսան կրակի վրա խորովածը կա, ձուկը կա, դրված ինչևից է։ Արի կրկին փորձենք Պետրոս։ Դու մենք իրար հանդիպել էինք առաջին անգամ այն ժամանակ ծովի մոտ, ծովի ափին, նորից դու դատարկ էիր, ոչինչ չէր բռնել, կարծես թե ոչինչ չի փոխվել, պատմությունը նույնն է քո մոտ։ Արի նորից սկսենք Պետրոս։ Կրկին մենք իրար հետ հանդիպեցինք։ Կրկին հանդիպեցինք։ Սիրում ես ինձ։ Արածեցրու իմ ոչխարներին։ Սիրում ես ինձ։ Գնա արա այն ինչ որ ես քեզ ասում եմ։ Սիրում ես ինձ։ Աստվածային սիրով սիրում ես ինձ Պետրոս։ Ուրեմն արածեցրու իմ գառներին, իմ ոչխարներին։ Արա այն ինչ որ ես ասում եմ։ Կգա ժամանակը դու քեզ կտանեն վայրեր, որ դու չես ուզենա գնալու, բայց դու պետք է պատրաստ լինես դրան։ Հիմա դու ինձանից հրաժարվեցիր, իսկ կգա ժամանակը, որ դու ինձ չհրաժարվելու համար քո կյանքը կտաս եւ քեզ կսպանեն։ Դու կհասունանաս դրան։ Դու կունենաս այն ինչ որ ես ուզում եմ որ դու ունենաս, բայց ես ուզում եմ քեզ վերադառնաս, ինչպես որ ասես Պետրոս, երբ որ դու վերականգնես, ես քեզ համար աղոթել եմ որ քո հավատքը չպակասի ու երբ որ դու վերագտնես ու վերադառնաս, հաստատիր քո եղբայրներին։ Պետրոս, ես քո համար ծրագիր ունեմ, ես քեզ չեմ դատում։ Ես քեզ չեմ դատում, որովհետև ես քո կյանքի համար ծրագիր ունեմ։ Ես չեմ ուզում միայն դու հաղթարես մեղքը, հաղթարես դավաճանված լինելը, հաղթարես ամոթը, մերժված լինելը, ինքնադատապարտությունը։ Ես ուզում եմ որ դու հաղթարես եւ ծառայես ինձ Պետրոս։ Արածեցրու իմ գառներին, հաստատիր եղբայրներին Պետրոս։ Իմ կամքն է ոչ միայն դու սուրբ լինես, այլ նաեւ շատերին տանես դեպի ինձ, որպեսզի նրանք սրբանան։ Իմ կամքն է Պետրոս, որպեսզի դու կարողանաս եղբայրներին հաստատես, անես այն ինչ որ ես ուզում եմ, քո կյանքը պատահականություն չի, քո կյանքը պարզապես մի բան չի, որ պետք է ապրենք, լավ կամ վատ, քո կյանքը զենք է Աստծո ձեռքերի մեջ, որ պետք է հարվածի հակառակորդին եւ շատերին խլի նրա ձեռքից բերելով Աստծո արքայության մեջ, կասես ամեն այս խոսքին։ Արածեցրու, արա Պետրոս այն, ինչ որ բայց վերադարձիր, վերականգնիր, վերադարձիր Պետրոս։ Եթե չվերադառնաս, այս ամենը տեղի չի ունենա։ Ես քեզ համար աղոթք եմ արել, որպեսզի դու չտկարանաս, դու ինքդ քեզ չդատապարտես, դու ինքդ քեզ վատը չտեսնես, դու ինքդ քեզ չհեռացնես Աստծո ծրագրից։ Այո, Աստված ինչ որ բան ուներ իմ կյանքի համար, Երանի են ջահել ժամանակները, Երանի են ժամանակները, ոնց ենք ծառայում Աստծուն, Սուրբ Հոգի ոնց էր գործում մեր կյանքում, ինչ սուրբ կյանքով է ապրում։ Հիմա ջահելները թող ծառայեն։ Մենք կարևորը հավատքը պահենք, ջահելները թող ծառայեն։ Սիրելիս, Աստված ուղարկել է ինձ խոսք ասելու քեզ։ Ես քեզ չեմ դատապարտում։ Ես քեզ չեմ դատում։ Ինչ որ եղել է, ինչ որ կա, իմ շնորհքը բավարար է քեզ ծածկելու, վերականգնելու, արածեցրու իմ գառներին։ Արա այն ինչի համար դու կանչված ես, ինչի համար որ փրկվել ես, ինչի համար որ վրեստին ծնվել ես, Աստված գործ եւ ծրագիր ունի քո կյանքի մեջ եւ քո կյանքի միջոցով։ Դու գտիր թե որն է քոնը։ Հարցրու Տիրոջը որն է Տեր իմը, իմ կյանքը ուղղակի հենց այնպես չպետք է ապրի, չպետք է միայն գումար վաստակեմ ընտանիքս պահեմ, դա չի իմ առաքելությունը, դա այո իմ գործն է այսօր, բայց դա չի, դա իմ աշխատանքն է, բայց իմ առաքելությունը դա չէ։ Արա այն ինչ որ Աստված սահմանել եւ պատվիրել է, այն ամենի հետ ինչ որ դու այսօր ունես, համատեղիր եւ թույլ տուր Աստված գերակշռի եւ Աստված գործ ունի անելու։ Հավատքը չպակասի։ Վերականգնես եւ հաստատես, աճիր, զորացիր, սպառազինվիր։ Մի համակերպվիր տկար թույլ լինելու իրավիճակին։ Հավատքդ չպակասի։ Այն սուրբ գործի համար, որ ես սահմանել եմ, որ դու լինես։ Առանձնացված Աստծո համար։ Միայն թե վերադարձիր։ Միայն թե վերադարձիր եւ կանգնիր քո տեղը։ Ես գիտեմ մարդիկ, որոնք ջախջախվել են տարբեր մարդկանց պատճառով, եկեղեցու հովիվների եւ առաջնորդների եւ նաեւ մարդկանց պատճառով, որտեղ սայթակել են եւ սխալ են գործել եւ չեն կարողացել այլևս վերականգնվել, ցավով եմ ասում, մեծ ցավով եմ ասում, ոչ մեկին չդատելով, բայց ցավով եմ ասում, որտեղ ես էլ հոգեվոր ընտանիքում եմ մեծացել, հովի տղա եմ, գիտեմ ինչի մասին եմ խոսում, շատ նման առիթների ես էլ եմ ունեցել, մարդիկ նստել են իմ առաջ, երիտասարդ, ում որ ես պսակադրել եմ կամ պսակադրվել են ուրիշով եւ խոստովանել են, որ
դավաճանել են ես կողակցին մարդկանց, որոնց ես անգամ ունեցել ենք զրույց, կարող եմ դատել, կարող եմ ջախջախել, կարող եմ կոտրել, կարող եմ ավիրել այդ մարդու կյանքը, որտեղ իշխանություն ունեմ։ Տերն է տվել ինձ իշխանություն, հովիվ եմ, հարգանք ունեմ, պատիվ ունեմ, իշխանություն է ինձ տրված, բայց կարող եմ նաև Քրիստոսի նման ասել. Ես էլ քեզ չեմ դատում։ Բայց վերադարձիր։ Մարդիկ, որոնք ջախջախվել են, մարդիկ, որոնք կորցրել են իրենց կյանքն ու ընթացքը, մարդիկ, որոնք որ ինչ-ինչ պատճառներով։ Ես ուզում եմ քեզ ասել, այլևս կյանքդ մի վատնիր հիշելով, մարդկանց մեղադրելով, չգիտեմ տարբեր բաներ, բավական է։ Տերը քեզ չի դատում։ Վերադարձիր։ Վերադարձիր Աստծո մոտ, վերադարձիր Աստծո խոսքը, վերադարձիր քո կոչման մեջ, վերադարձիր այն ամենի մեջ, ինչ որ Աստված սահմանել է, որ դու լինես ու անես, Աստծուն ծառայես եւ Աստծուն փառավորես։ Վերադարձիր եւ կանգնիր քո տեղը։ Կարող է դժվար լինի, կարող է ցավ ունենաս, կարող է իսկապես, բայց վերադարձիր։ Իմ կյանքի մասին որոշ գիտեք, իմ եւ Լիլիթի։ Մենք ապրել ենք ցավոտ եւ շատ կորուստներ ունենալով եւ շատ խոր իրավիճակներով ենք անցել, բայց եկավ ժամանակը, որ մենք պետք է որոշում կայացնենք, ես պետք է որոշում կայացնեի։ Սովորական իմ կյանքը ապրեմ երեխաներիս համար եւ իմ ընթացքի, թե վերադառնամ իմ կոչմանը, վերադառնամ իմ օծությանը, վերադառնամ իմ ծառայությանը, վերադառնամ կանգնելու այնտեղ, որ Աստված սահմանել է, որ ես կանգնեմ։ Հեշտ չէ։ Հատկապես երբ որ դու մտնում ես այնտեղ, դու հասկանում ես, որ քո պայքարների հետ մեկտեղ ավելանում են հազարավոր այլ պայքարներ։ Մտնում ես այնտեղ ու հասկանում ես, որ կողքդ մարդիկ կային, մեկ էլ գալիս է մի իրավիճակ, տեսնում ես, որ այդ մարդիկ, որոնք քո կողքն են, այլևս քո կողքը չեն, եւ կան մարդիկ էլ, որոնք քեզ դատապարտում են։ Այդքան էլ մեղր ու կարակ չէր այն, ինչի մեջ դու մտար։ Բայց դու հասկանում ես, կա մեկը, որ նայում է քեզ եւ ասում է. վերադարձիր։ Ես եմ քեզ ուժ տվողը, ես եմ քեզ զորացնողը, ես եմ քեզ հաջողություն տալողը, ես եմ, որ սպասում եմ, ես քեզանից սպասում ունեմ, Պետրոս։ Վերադարձիր եւ հաստատիր եղբայրներիդ։ Եղավ ժամանակը, երբ որ Դավիթ թագավորը ուներ կորուստներ եւ կորուստներից մեկը իր զավակներին գիտեք, որ նա 3 երբեմն ասում են նաեւ 4 զավակին, որտեվ 4-ի մասին չկա այլևս գրված, մտածում են, որ նա էլ է մահացել, ամեն դեպքում 3 զավակների մասին կա գրված, որ մահացել են։ Եվ Աբիսողոմին նա շատ սիրում էր։ Աբիսողոմը թեկուզ ըմբոստ էր եւ դեմ էր դուրս եկել իրեն, նա սիրում էր Աբիսողոմին։ Ու երբ որ լուրը հասավ, որ Աբիսողոմը մահացել է, պատերազմի ժամանակ, որտեվ նա խնդրել էր, ասել Աբիսողոմի կյանքը խնայեք։ Բայց չխնայվեց, Աբիսողոմը մահացավ։ Երբ որ լուրը հասցրեցին, որ Աբիսողոմը մահացել է, քո թշնամին մահացել է, վեր կաց ուրախացիր, տոնիր հաղթանակը, զորքը, հաղթությունը բերե, թագավորը պետք է վերադառնա, թագավորը պետք է վերադառնա իր քաղաքը, նորից գահին նստի եւ նորից ղեկավարի եւ կառավարի ամբողջ Իսրայելը, որտեղ նա թողել եւ հեռացել է իր գահը, իր որդու ըմբոստության պատճառով։ Կարծում են, որ մեծ շնորհ են անում եւ մեծ ուրախություն են պատճառում Դավիթին, բայց Դավիթի սիրտը այլ էր։ Նա հրաժարվել էր թագավորությունից իր որդու պատճառով։ Երբ որ լուրը հասցրեցին, նրա աչքերի առաջ ուրիշ ոչինչ չերևաց, նա ընկավ եւ սկսեց լաց լինել եւ պարզապես ողբում էր իր որդու մահը, Աբիսողոմ, որդիս Աբիսողոմ։ Երանի թե ես քո փոխարեն մահանայի, Աբիսողոմ, որդիս Աբիսողոմ։ Աստված իհարկե դրել էր ուժեղ եւ խելացի մարդիկ Դավիթի կողքին, Հովաբը նրա զորագլուխներից մեկն էր, մոտեցավ ասեց. քո զորքը հաղթություն է տարել, վերադարձիր քո տեղը նստիր։ Ու Դավիթ հասկացավ, ինչ էլ ունի, ինչ էլ չունի, ինչպիսի զգացմունք, ինչպիսի կորուստ, ինչպիսի հաղթություն, կա մի աթոռ, կա մի վայր, որ դատարկ է, եւ այդ վայրը եւ այդ աթոռը ինքը պետք է զբաղեցնի։ Դավիթը վերադարձավ եւ նստեց Պարիսպի մոտ, դռան մոտ եւ զորքին ընդունեց, հաղթությունը ընդունեց։ Իր սրտից արյուն էր կաթում, իր աչքերից արցունք էր գնում, որտեղ նա սգում էր իր որդուն, բայց միևնույնն է, նա իր տեղը կանգնեց, որտեղ այդպես էր պետք։ Սիրելիս, շատ բաներ կան, որոնք կարող ենք մենք ինքներս մեզ արդարացնել ու ասել, դե հիմա ոչինչ, այսպես, դե հիմա գումար չկա դրա համար, դե հիմա առողջություն չունեմ դրա համար, դե հիմա հավես չունեմ դրա համար, հետո դու ունես կոչում Աստծո կողմից։ Առաքելություն ունես կատարելու այս
աշխարհի վրա։ Երբ որ երեխան փոքր է եւ լաց է լինում, նա չի հասկանում, նա ուղղակի կաթ է ուզում, լաց է, դու չես ասում, դե այսօր չեմ կաթ չէ։ Որոշել եմ այսօր ես իմ բալիկին կաթ չտամ։ Այդպիսի որոշում չես կայացնում, որտեղ նա կարիք ունի։ Քո դերը նրան կերակրելն է։ Աստված ունի սահմանված իմ եւ քո համար հատուկ առաքելություն։ Եվ ամեն մեկս ունենք մեր տեղը կանգնել։ Եթե մենք չենք կանգնում մեր տեղը, ուրեմն մենք Աստծո սպասումը չենք իրագործում։ Սիրելիս, այսօր ուզում եմ Աստծո խոսքը քեզ փոխանցելու ասելու. ես քեզ չեմ դատապարտում, իմ սիրելիս, վերադարձիր քո տեղը կանգնիր։ Վերադարձիր, արա այն, ինչի համար ես քեզ կանչել ու փրկել եմ, որ դու անես։ Եթե աղոթքի մարդ ես, աղոթքի մայր ես, աղոթքի հայր ես, աղոթքի պատերազմող ես, վերադարձիր քո ծածուկ սենյակը։ Ավետարանի չես, զբաղվածության պատճառով թողել ես ավետարանություն, վերադարձիր փողոցները, տարբեր դալիճները, տարբեր վայրերը եւ սկսիր ավետարանը քարոզելու։ Մարդ ես, որը որ քո ընտանիքում պետք է լինես սուրբ հայր եւ սուրբ կին կամ ամուսին, քո ընտանիքի կողքին, սա է քո առաքելությունը, վերադարձիր քո տուն, քո ընտանիք եւ շտկիր հարաբերությունդ քո կողակցի հետ, վերադարձիր եւ արա այն ինչի համար որ դու սահմանված ես անելու։ Ես քեզ չեմ դատում։ Կարող է դու ինքդ քեզ շատ ես դատապարտել, չանեեսի, այսպես չլիներ, ես քեզ չեմ դատապարտում։ Թող եւ վերադարձիր։ Եվ կատարիր այն ինչի համար որ դու ծնվել ես եւ սահմանված է որպեսի կատարես։ Պողոս առաքյալը այսպիսի մի անձնավորություն կար Մարկոս անունով, ով գրել է նաեւ Մարկոս ավետարանը, նա Պետրոսի աշակերտն էր, բայց ինչ որ ժամանակներում առաջինը նա հանդիպեց Պողոսին, Բարնաբասի եղբոր որդին։ Եկավ ժամանակը, որ նա թողեց իրենց ճանապարհի կեսին, որտեվ նրանք գնում էին ավետարանը քարոզելու եւ Մարկոսը ուզեց գնա Երուսաղեմ, իդ գնա տուն։ Եվ եկավ ժամանակը, որ նա վերադարձավ եւ նորից ճանապարհորդություն էին գնում, Բարնաբասը ուզեց Մարկոսին վերցնել իր եղբոր տղան, Բարնաբասը նաև մխիթարության սիրտ ուներ, նա Պողոսին էր բարձրացրել, Պողոսը կտրուկ էր։ Մի քիչ երիտասարդ էր, հələ դեռ հոգևոր կյանքի մեջ կտրուկ էսպես ասես, ոչ, նա մեր հետ չի գա։ Ով որ մեզ ճանապարհի կեսին թողել է, իմ հետ ճանապարհ չի կարա գնա։ Բարնաբասը ասեց, ջահելա, Պողոս, կսովորի, վերադարձելա կարևորը։ Ոչ։ Առաքյալներն են սխալներ գործում։ Բաժանվեցին իրարից։ Երկու գործակիցներ, երկու եղբայրներ, հավատարիմ մարդիկ Բարնաբասն ու Սողոսը, Պողոսը բաժանվեցին։ Եկավ ժամանակը, գիտենք պատմությունը Սուրբ գրքի էջերով չեմ անցնում, եկավ ժամանակը եւ Պողոսը նամակների մեջ գրում է. Երբ որ Մարկոսը ձեզ մոտ գա, ընդունեք նրան, որովհետեւ հավանաբար լսել են, որ Պողոսը նրա դեմ այդքան, բայց հիմա նա հասկացավ, պետք է շնորհառատ գտնվեն։ Ընդունեք նրան։ Եղավ ավելին, քեզ հետ նաև Մարկոսին բեր, կարծեմ հենց վերջին իր գրքում է գրում, Տիմոթեոս գրքում է, եթե չեմ սխալում, հա, Տիմոթեոս, երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլխում, սա վերջին գիրքն է իր գրած, մահից առաջ նա արդեն գիտեր, Մարկոսին վերցրու եւ բեր քեզ հետ, որտեւ նա ինձ ծառայելու համար պետք է։ Եթե կա մեկը, որը կուզեմ ինձ մահից տանելուց առաջ իմ կողքին լինի, դա այն Մարկոսն է, որին ժամանակներ առաջ ես մերժեցի։ Ինչու, որտեղ Մարկոսը վերադարձավ։ Եվ նա պիտանի եղավ Աստծուն, իսկ Պետրոս առաքյալը Մարկոսի համար վկայում է. իմ որդին Մարկոսը։ Ինչ է եղել քո կյանքում, հավատա շատերին հետաքրքրում է, որտեղ բամբասանք կա դրա մեջ, լիքը բաներ կան, որոնք ինֆորմացիա է տարբեր դադարիր ինքդ քեզ դատապարտելուց, որտեղ Աստված քեզ չի դատապարտում այսօր։ Վերադարձիր քո կոչման եւ քո առաքելության մեջ։ Աստված սպասում ունի։ Վերջին բանն էլ փոխանցեմ սիրելիներ։ Գնա եւ այլևս մեղք մի գործիր։ Վերադարձիր եւ ծառայիր Աստծուն։ Եվ եղիր Աստծո համար, եւ արա Աստծո համար հավատարիմ կերպով, մինչև վերջ։ Ետ մի նայր, կողքերդ մի նայր, շուրջդ մի նայր, այլ գնա մինչև վերջ։ Հավատարիմ եղիր Աստծուն, մինչև իմա։ Հավատարիմ եղիր Տիրոջը եւ ծառայիր նրան ամբողջությամբ։ Կան ժամանակներ, այո, մենք բաներ կան, որոնք չենք կարող վերականգնել, որտեղ անցել են ժամանակ, անցել է տարիք, անցել են շատ բաներ։ Բայց կան բաներ, որոնք ոչ թե վերականգնելու, այլ այսօր ավելին անելու հնարավորություն կարող ենք ունենալ։
ավելին անելու հնարավորություն կարող ենք ունենալ։ Եվ Աստծո խոսքը սա է. ես քեզ չեմ դատապարտում, ինքդ քեզ մի դատապարտիր, վերադարձիր, վերականգնիր, պայքար ունեցիր մեղքի եւ Աստծո համար ապրելու, բայց գնա, քայլիր առաջ, շարժվիր առաջ, գնա, եղիր եւ արա եւ գնա մինչեւ վերջ։ Կընկնես, նորից ոտքի կանգնիր, կսխալվես, ոչինչ, ուղղվիր, կկեղտոտվի հանդերձներդ, Քրիստոսի այրունը բավարար է նորից ներելու եւ լվանալու, բայց այլևս կանգ չառնես, գնա մինչեւ վերջ։ Եվ դու ավելին կանես, քան անգամ մտածում ես, որ դու կարող ես անել։ Սուրգրքում մենք հանդիպում ենք մարդկանց, որոնք որ իսկապես ցնցում են մարդու տրամաբանությունը եւ նաեւ ցնցում են մարդու հասկացողությունը, ոնց կարելի էր Աստված կրկին, օրինակ Սամսոնը ինձ համար անհասկանալի պերսոնաժ է, ոնց կարելի էր այդպիսի մարդու նորից էլի շանս տալ։ Ոնց կարող էր այդպիսի մարդու նորից էլի ուժը վերականգնել։ Ամենավերջին ստորի պես նա ուրացավ քեզ Աստված, նա բացեց իր գաղտնիքը, ոտքից գլուխը դնած անարակ կնոջ ծնկներին, ուժը կորցրեց, թշնամու ձեռքը ընկավ, խայտարակ եղավ, աչքերը հանեցին եւ նա խայտարակ եղավ եւ Աստծուն հայոյում են եւ խայտարակում են, Աստծուն, իմ Աստծուն խայտարակում են Սամսոնի պատճառով։ Եվ հանկարծ տեսնում ենք, որ ժամանակներ հետո Աստված վերականգնում է Սամսոնի ուժը։ Այո, կյանքի գնով, բայց նա ասում է այդ օրը ավելի շատ փրկեցիներ սպանեց, քան իր ամբողջ կյանքի ընթացքում։ Ի վերջո նա կատարեց իր առաքելությունը։ Ազատություն շնորհեց Իսրայել ժողովրդին։ Ինչի համար որ նա ծնվել էր։ Ոչ այնպես, ինչպես որ Աստված կամենում էր եւ ուզում էր, բայց միևնույնն է, նա առաքելությունը կատարեց։ Չգիտեմ, որ փուլում ես դու եւ ինչպիսի իրավիճակում ես հայտնվել, բայց այսօր Աստծո խոսքը սա է. գնա մինչեւ վերջ եւ կանգ մի առ։ Վերադարձիր, լուծիր հարցերդ աշխարհի հետ եւ Աստծո հետ եւ գնա մինչեւ վերջ։ Հովնանը Աստծո մարգարեն էր, Աստված նրա համար պատվեր ուներ։ Գնալ Նինվեի ավետարանը քարոզեր։ Նինվեից նա փախավ գնաց դեպի Թարսիս, ավելի հեռու վայր։ Խոսիր, չի խոսում, քարոզիր, չի քարոզում, գնա, չի գնում, գնում է, բայց ուրիշ տեղ։ Մի հակասող այսպես նեգատիվ պերսոնաժ է, բայց դե մարգարեի է, հիմա մարգարե է ասում իրեն, ինչ ասենք, մարգարե է։ Բայց նայում ես այն մարդ, մեկ մտածում եմ, ասում եմ, ես իրանից լավ մարգարե կլինեի։ Դատում ենք այդ մարդուն, որտեվ քարոզելուց հետո դուրս է եկել քաղաքից դուրս նստած սպասում է, թե երբ պետքա կործանի Աստված։ Ու երբ որ Աստված չկործանեց, նեղացավ, ասում եմ, ես գիտեի, որ դու արդար ես ու դու կողորում ես ու չես այդքան չարություն քո մեջ որտեղից այ Հովնա։ Աստված այսպիսի մարդկանց կարող է գործածել։ Ուրեմն ինձ էլ կարող է գործածել, քեզ էլ կարող է գործածել։ Նրա վերջը եկել էր։ Ձուկը կուլ տվեց Հովնանին, որտեղ մահ էր սպասվում, վերջացավ, ամեն բան ավարտվեց։ Այո, Աստծո մարգարե էր, այո, Աստծո օծյալն էր, այո, քո միջոցով լիքը լավ բաներ են եղել, այո, դու հովիվ ես, այո, դու Աստծո զավակն ես, այո, դու սրբացած ես, դու լավ ընտանիքի հայր ես, լավ ընտանիքի մայր ես, մի խոսքով լավ բաներ շատ կան, բայց ավարտվեց։ Բայց ոչ Աստծո համար։ Եվ Աստված եւս հնարավորություն տվեց Հովնանին։ Նա դարձի եկավ զղջած եւ Աստված հնարավորություն տվեց Հովնանին, որպեսզի նա ավետարանը քարոզի Նինվեում։ 120,000 մարդ երբևէ աշխարհը եղած ամենամեծ արթնությունը եւ ամենաուժեղ արթնությունը, որ եղել է, դա եղել է Նինվե քաղաքում, որտեղ մեկ մարդու քարոզչության միջոցով ամբողջ, կարող է այսօր մեկ մարդու միջոցով մեկ օրը շատ մարդիկ փրկվեն, 1 միլիոն մարդ կարող է փրկվել, բայց ոչ ամբողջ քաղաքը, ոչ ամբողջ երկիրը, ամբողջ քաղաքը ապաշխարեց։ Թերի տկար, Աստծուն չլսող, Աստծուց փախչող մարդու միջոցով։ Տեր, ես ուզում եմ, որպեսզի դու ինձ գործածես։ Եվ գործածես ինձ, Տեր, անմնացորդ կերպով։ Գնա մինչև վերջ։ Ետ մի կանգնիր, ետ մի նայիր։ Տեր Հիսուս Քրիստոսի համար ասում է, ինքը իրեն խոնարհեցրեց։ Ինքը իրեն խոնարհեցրեց։ Մենք մտածում ենք, որ Պիղատոսի եւ Հերոդեսի հրամանով ինքը խոնարհվեց, Հուդայի մատնությամբ ինքը խոնարհվեց։ Ոչ, ինքը իրեն խոնարհեցրեց։ Երանելի ես դու, որ իրավիճակներն ու մարդիկ չեն քեզ խոնարհեցնում, այլ դու որոշում ես խոնարհվել Աստծո առաջ, Աստծո կամքին ասելով այո Տեր։
Հովնանը խոնարհվեց հարկադրված ձկան փորի մեջ գտնվելով։ Բայց երանելի ես, երբ որ դու ասում ես, ահա ես Տեր, գործերս լավ են, ընտանիքում երջանիկ եմ, ամեն բան լավ է, բայց ես հասկացա, որ ես չեմ անում այն ինչի համար, որ ես ծնվել եմ։ Ահա ես Տեր։ Ինձ ուղարկիր եւ ինձ գործածիր։ Ես մտածում եմ, որ կյանքը սա է. աշխատել, վաստակել, հասցնել, ամեն բան։ Այո, նաեւ, բայց գոյություն ունի աստվածային ծրագիր քո կյանքի համար։ Եվ նրա ծրագիրը չի ավարտվել, եւ Աստծո լավագույն կողմերից մեկը սա է, որ նա միշտ տալիս է եւս մեկ հնարավորություն քեզ։ Դու որ լինեիր քո ամուսնուն, հաստատ էլ հնարավորություն չէիր տա, շանս չէիր տա։ Բայց Աստված քեզ տալիս է եւս հնարավորություն։ Գնա մինչև վերջ։ Բնավ մի վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես։ Ահա, բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է նետելու, որպեսզի փորձվեք եւ 10 օր նեղություն եք ունենալու։ Հավատարիմ եղիր մինչև մահ եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Տեր Հիսուս Քրիստոսը հավատարիմ եղավ մինչև մահ։ Եվ նրանք հաղթեցին նրան գառան արյունով ու իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Նրանք հաղթեցին, որտեղ իրենց կյանքը ավելի քիչ դասեցին, ավելի քիչ համարեցին, քան Աստված եւ Աստծո ծրագիրը։ Պողոս առաքյալը խոսում է իր մասին, քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը, զոհ լինելու պատրաստ եմ եւ իմ եկնելու ժամանակը հասել է, բարի պատերազմը մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը կտա ինձ այն օրը եւ ոչ միայն ինձ, այլ բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը փառքիրը։ Այս մարդը վստահ էր, որ ինքը բարի դատավորից, բարի է, բայց դատավոր է։ Նա վստահ էր եւ ողջ լինելով նա գրել է եւ վստահություն ուներ, որտեղ նա ճանաչում էր Աստծուն, նա գիտեր իր ապրած կյանքը, նա տեսնում էր իրեն, տեսնում էր իր անցած կյանքը, նա վստահ էր, որ դատավորի առաջ կանգնելով նա չի դատապարտվելու։ Կգա մեկ օր, որ արդեն դատավորը կդատապարտի, ոչ այսօր, բայց այդ օրը անպայման գալու է։ Եվ Պողոս առաքյալը իր մասին ասում է. ես նրա առաջ կանգնելով պսակը կստանամ։ Ոչ թե դատապարտություն, ոչ թե հանդիմանություն, այլ գովասանք եւ պսակ, թագը կստանամ ես նրանից եւ նա կտա ինձ այն իմ թագը, իմ պսակը, որովհետեւ ես կատարեցի իմ ընթացքը, պատերազմեցի իմ պատերազմը եւ հավատքս պահեցի։ Այո, կգա մի օր, որ մենք կկանգնենք նրա առաջ։ Այդ ժամանակ նա կլինի դատավոր, բայց նա նաև կլինի վարձատրող դատավոր, որ կվարձատրի մարդկանց, ովքեր հավատարիմ են եղել իրեն, եւ կդատին նրանց, ովքեր որ անհավատարիմ են եղել, չեն ապրել հոգևոր կյանքով եւ չեն արել այն, ինչ որ սահմանված է իրենց կյանքում, որպեսզի անեն։ Ես ուզում եմ նմանվել Պողոս առաքյալին եւ ասեմ. Տեր, ահա ես պատրաստ եմ ստանալու իմ պսակը, դու ինձ իմ պսակս։ Հրավիրում եմ ոտքի կանգնեցի։ Կունենանք րոպեներ, ժամեր աղոթքի, սրտումս կա առաջնորդել ձեզ աղոթքի։ Այնուհետև, ինչպես որ Հովիվ Արմենը կառաջնորդի, չգիտեմ, Աստված գիտի, ինչպես եւ ոնց, բայց աղոթքը սա է։ Աստված պատրաստ է քո ներսը վերականգնելու բաներ։ Աստված պատրաստ է բժշկելու քո ներսը։ Աստված պատրաստ է ներելու քեզ, եթե կան հարցեր։ Աստված պատրաստ է, որտեղ Աստված սպասում ունի քեզանից եւ ծրագիր ունի քո կյանքի համար։ Եվ այսօրվա խոսքը սա է, որ ես քեզ չեմ դատապարտում։ Ինքդ քեզ մի դատապարտիր։ Թույլ մի տուր մարդկանց դատապարտությունը քեզ համար շատ մեծ արժեք ունենա։ Գնա եւ մեղք մի գործիր, լուծիր հարցերդ աշխարհի հետ, լուծիր հարցերդ քո եսի հետ, ցանկամոլությանդ հետ, լուծիր հարցերդ կապվածություններիդ հետ։
եւ վերադարձիր ինձ ծառայելու։ Վերադարձիր, եւ երբ որ վերադառնաս, երբ որ քեզ ընծայես կամ վերանծայես ինձ, գնա մինչև վերջ։ Հավատարիմ եղիր մինչև վերջ, որտեղ մեծ պսակ կա եւ մեծ վարձ կա քեզ սպասվում է։ Մեծ վարձք ունես Աստծուց։ Երկրպագում եմ քեզ Բարձրյալ Աստված։ Մեծարում եմ քեզ այսօր Տեր։ Օրհնյալ լինի քո ներկայությունը Տեր մեր սրտերում, մեր մտքերում, այս դալիճում յուրաքանչյուրս կյանքի վրա Տեր։ Օրհնյալ լինես դու։ Օրհնյալ լինես դու։ Օրհնյալ լինես դու։ Օրհնյալ լինես դու, փառավոր հզոր Աստված։ Փառավոր ու կատարյալ Աստված։ Օրհնյալ լինես դու Տեր։ Օրհնյալ լինես դու Տեր։ Օրհնյալ լինես դու Տեր։ Քո կյանքը այնքան զորավոր է, այնքան մեծ է, այնքան Աստված կարա քո մեկ կյանքի միջոցով Աստված այնքան մեծ զորություն ու գործեր կարող է անել։ Մենք շատ ենք մեզ թերագնահատել, մենք շատ ենք մեզ տարբեր թե աշխարհային, թե դժոխքային, թե տարբեր բաներով զբաղեցրել մեզ, որ մենք այն ինչի համար որ կանչված ու ծնված ենք, կարծես մենք շեղվել ենք դրանից։ Քո կյանքը շատ մեծ նշանակություն ունի։ Քո կյանքը շատ մեծ նշանակություն ունի։ Ես էլ քեզ չեմ դատում, ով կին։ Քո կյանքը շատ թանկ է Աստծո համար։ Կապրես այն Աստծո ծրագրի համար, կապրես այն Աստծո կամքի համեմատ։ Քո կյանքը կտաս Աստծուն ասելով Տեր, ահա ես Տեր, օգնիր ինձ եւ գործածիր ինձ Տեր։ Ահա ես Տեր քո առաջ։ Ուզում եմ Տեր ավելի լավ ամուսին լինել կնոջս համար, ավելի լավ կին լինել ամուսնուս համար, ավելի լավ ծնող լինել երեխաներիս համար։ Ահա ես Տեր, ուզում եմ Տեր փոխվեմ եւ ավելի լավ լինել, քան եղել եմ մինչեւ այս պահը։ Ավելի սուրբ, ավելի պատրաստական, ավելի նվիրված, ավելի ու ավելի Տեր քեզ նայելով առաջ գնալ։ Տեր, ահա ես։ Ահա ես։ Ահա ես։ Այսօր դու նորից հնարավորություն եւ շանս ես տալի, այսօր նորից ինձ բարձրացնում ես, այսօր նորից իմ գլուխը յուղով ես օծում, նորից ճանապարհ ես հարթում, նորից սպառազինում ես ինձ Տեր, կրկին ու կրկին լուսավորելով իմ ճանապարհը Տեր, բռնելով իմ ձեռքը, ուղղորդելով, իմաստություն տալով։ Շնորհակալ եմ զորության Աստված, շնորհակալ եմ փառավոր Աստված, կատարյալ իմ Տեր, մեծարում եմ քեզ Տեր, օրհնում եմ քեզ Տեր, Հիսուս զորության Աստված, դու ջախջախեցիր սատանային, պարտության մատնելով նրան, ահա այսօր տեսնում չարը փայլակի պես ցած ընկնելով ոմանց կյանքերի միջիով Տեր դու զորություն ունես հաղթելու եւ Տեր հաղթություն տալու ետից գնա սատանա մենք Տիրոջն ենք ծառայում ես այս կյանքը ունեմ եւ այս կյանքը պատկանում է միայն ու միայն երկնքի Աստծուն իմ Աստծուն մարդկության Աստծուն Տեր իմ կյանքը քեզ է պատկանում եւ ես ուզում եմ ապրել այն քո համար Տեր ոչ թե մեղքերի մեջ ոչ թե պղծությունների մեջ ոչ թե կապվածությունների մեջ ես ուզում եմ ազատ լինել ինչպես արծիվը Տեր Ես ուզում եմ ազատ ճախրել եւ քեզ ծառայել Տեր Ես ուզում եմ Տեր այո տակն ու վրան անել աշխարհը քո ավետարանով Տեր քո խոսքով Տեր քո զորությունով Տեր Օրհնիր այստեղ Տեր Օրհնիր մարդկանց Տեր Հիսուսի զորավոր անունով բարձրացրու քո ձեռքը բարձրացրու քո ձայնը բարձրացրու քո զգացմունքները բարձրացրու քո սիրտը Աստծո առաջ ասա Տեր ես չեմ ուզում սովորական կյանք ապրել ես ուզում եմ Տեր չեմ ուզում սովորական կյանք ապրել ես ուզում եմ Տեր երկնային կյանք ապրել քո ծրագրով կյանք ապրել Տեր որքան որ կորցրել եմ որքան որ թողել եմ Ես այսօր որոշում եմ կայացնում, որ ոչ այլևս այդպիսի կյանքի ես մեկ կյանք ունեմ եւ այն կյանքը տալիս եմ քեզ Տեր։ Ես մեկ կյանք ունեմ եւ այս կյանքը տալիս եմ քեզ։ Սիրելի հոգի, չհանձնվես, չթուլանաս, սիրելի հոգի կանգ չառնես, սիրելի հոգի չհանձնվես, սիրելի հոգի Աստված ծրագիր ունի քո կյանքի համար։ Ետ մի նայիր, վերադարձիր, կանգնիր քո տեղը, վերադարձիր, որքան էլ ցավոտ լինի, որքան էլ դժվար լինի, որքան էլ դու քեզ վատը տեսնես, որքան էլ անկարող տեսնես, վերադարձիր, կանգնիր քո տեղը։ Ոմանց համար վերադառնալը
վերադառնալն է եկեղեցի։ Վերադարձիր քո եկեղեցի եւ կանգնիր քո տեղը։ Վերադարձիր այնտեղ, որ Աստված քեզ տարել է։ Հաստատվիր եւ կանգնիր։ Վերադարձիր քո կոչման մեջ, վերադարձիր ծառայության մեջ, վերադարձիր քո ընտանիք, վերադարձիր քո աղոթքի կյանքին, վերադարձիր քո սրբության կյանքին։ Վերադարձիր եւ հաստատիր քո եղբայրներին։ Վերադարձիր եւ բարձրացրու մարդկանց ձեռքերը, որոնք թուլացել են։ Վերադարձիր եւ մարդկանց ուղղորդիր դեպի Քրիստոսին, մերժված մարդկանց, ընկած մարդկանց, մարդիկ, որոնք հիվանդ են, տանջվում են, մարդիկ, որոնք որ ցավ ունեն, մարդիկ, որոնք որ խնդիրներ ունեն, մարդիկ, որոնք ունեն դժվարություններ, նրանք քո բժշկության, քո միջամտության, Աստծո բժշկության, բայց քո աղոթքի կարիքն ունեն։ Վերադարձիր եւ այդ մարդկանց տար դեպի Քրիստոսի մոտ։